Բարիտեղ բարելույսելի ժողովուրդ, խոսում է Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից, այսօր դեկտեմբերի 9-ն է, մեզ մոտ առավոտյան ժամը 10-ը։ Լսեցի Ազատություն ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժը, Լևոն Բաղդասարյանի հարցազրույցը վերջում է լրագրողի կողմից արված հայտարարություն, ուզում եմ մաքսիմալ փորձեմ կիրթ արտահայտվել, որ հուլիս ամսին կայացած հանրապետական հարցումներով Վարդան Ղուկասյան 1%։ Ես չգիտեմ այդ ինչ հանրապետական հարցում է, որ հարգարժան լրագրողը ցիտեց հաղորդման վերջում, որ մի թեթև մաղձը թողեց, թույնու մաղձը, ոչինչ, լրագրողը պատահում է։ Ուրեմն, սերի ժողովուրդ, քանի այս ընտրությունները մոտենա, այնքան արեցևից հայտնվելու են ու ամեն մեկը հլնելու է մի թիվ կրակ, եթե Վարդան Ղուկասյանը մի տոկոս է, բան Նիկոլ Փաշյանը քանի տոկոս է, 99, կամ Տաշիրը կամ են մյուսը, ուրեմն հիմա տեսեք ինչ ենք անում։ Խոսքը վերաբերում է բոլոր այն իմ հետևորդներին, տարբեր կանալների, ֆեյսբուքյան, ինստագրամյան, տիկտոկյան ադմիններին, այն մարդկանց, ովքեր որ ուզում են իմանալ օբյեկտիվություն, որ ասում է սուտն էլ պիտի մի քիչ ճիշտ լինի, բոլորին է վերաբերվում։ Ուրեմն ամեն մեկը վերցնում է իր ձեռքի տակ եղած կանալով իրականացնում է հարցում։ Ես գիտեմ, որ այնտեղ էջեր կա, որ թույլ է տալի 3 հոգու անուն, էջեր կա, օրինակ Facebook-ը թույլ է տալի 4, Instagram-ը թույլ է տալի 3, այսինքն չես կարող ավել դնել։ Բայց ես ուզում եմ, որ ում անուն ազգանը ուզում եք դրեք տեխնացուների, իմ սիրելի հետևորդներ, ադմիններ եւ այլն, Վարդան Ղուկասյանին պարտադիր դրեք, Վարդան Ղուկասյանը Նիկոլը, որտեղ իշխանությունն այսօրվա թողինի, 3-րդ, 4-րդում ուզում եք, կուզեք Ռոբի, կուզեք Սերժի, կուզեք Տաշի, ով կուզի։ Ես վաղվանից, ամսի 10-ից, բոլորը դնում եք ձեր էջերի վրա այդ հարցումները, որ ցանկացած մարդ մտնի, քվեարկի, բայց մեկ անգամից ոչ ավել։ Վերջում 96 ժամ այդ հարցումները թողում ենք, 96 ժամ հետո մեր բոլոր ադմինները, հետևորդները, ովքեր որ տիրապետում են, այսպես ասած, կոմպյուտերային ծրագրավորման աշխատանքին, այդ սարը հարցումները հավաքում եք տարբեր տեղերից, արդյունքները, և ճպացնում եք ձեր էջերի վրա։ Որպեսզի բոլոր այն մարդիկ, որոնք որ հլնում ասում են Վարդան Ղուկասյան 1%, 2%, 10-20, տենան ու դանդաղ սատկեն։ Գումարած դրան, այդ ռեպորտաժը, որը որ մենք դրել ենք, այդ ռեպորտաժի տակ խորհուրդ եմ տալի, որ մարդիկ մտնեն և իրենց նախընտրելի տեխնացուի անունը գրեն կոմենտարիաներով։ Ով նախընտրում է Վարդան Ղուկասյան, թողերի Վարդան Ղուկասյան, ով նախընտրում է Սերժուն Բալեգ-Թուրին, թողերի Սերժուն Բալեգ-Թուրի անուն ազգանունը։ Հասկանում եք։ Ես ուզում եմ, որ այդ լրագրողը, որ վերջը մի մաղձը թողեց, մի հատ աշխով օբյեկտիվ տենա, եւ ոչ միայն լրագրողը, այլ նաեւ մնացած մարդիկ, չնայած բոլորը գիտեն, այն որ բանալում շների մրցումը ալում ու շների մրցման տեղը բանը բերում են ընձառյուծին, շները սաղ վազում են, ընձառյուծը սկիտերից իար չի գալի, որտեղ ապասուցելու բան չունի, բոլորն են գիտեմ, ընձառյուծը վազում է 110 կիլոմետր ժամանակությամբ։ Հիմա սրանք են, մի սուտը պիտի մի քիչ ճիշտ լինի։ Հիմա հուսամ վաղվանից, այսինքն ամսի 10-ից դեկտեմբերի բոլոր տիկտոկյան, տելեգրամյան, ֆեյսբուքյան, ինստագրամյան էջեր ունեցողները կդնեն այդ հարցումը։ Հələ ու եկեք թողենք 72-ից 96 ժամ։ 96 ժամ հետո մենք կհավաքենք բոլորի այդ հարցման արդյունքների նկարները և կճպցնենք Telegram, Facebook, Instagram, որպեսզի Ազատություն ռադիոկայանը և մնացած բոլոր լրատվամիջոցները իրենց աչքով տենան 1%, 10%, թե 70%, թե 50%։ Իսկ մյուս անգամ այլ շուտ լուր տարածողների ես էլ դեպար եմ անդրադառնալու ամենավերջի բնույթի հավյանքներով հասարակությանը ապակողնորոշող հայտարարություններ տարածելու համար։ Եվ այսպես անցնում են գործի, սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հետևորդներ, սիրելի ադմիններ և սիրելի ուղղակի օբյեկտիվությունը սիրող ժողովուրդ, ամեն մեկը թոյա էջի վրա դնի, հետ դնեք այդ ոնց
նա ըլը որ ըլը մի տոկոս հագակներով ամենայն